Sarave Kentani asso Kyanki աղբյուրի Ջրի կենսատու Սուրբ օգուտին օր ու քարմոծության որ կառաջնորդի երկրպագության հոգի սարավե կենթանի ասո կյանքի աղբյուրի ջրի կենսատու Սուրբ օգուտին օր ու թարմոծության որ կառաջնորդի երկրպագության Հալելույա աղոթություն քեզ Հալելույա գոհություն քեզ Հալելույա մեծություն քեզ Հալելույա Իսուս օրհնություն քեզ քո հայտնությունը կյանք է խնդություն մեղմանուս սահայլը զորեղ արթնություն լույս է հայացքդ սեր է ներշնչում հոգու օծության անուշահոտում Հալելույա օրհնություն քեզ Հալելույա գոհություն քեզ Հալելույա մեծություն քեզ Հալելույա Իսուս օրհնություն քեզ հոգի սարավե կենթանի խոսքին քո կենթանի խոսքին են կարող Պենտեկոստեի զորության խոսքին դող շնորհած հոգի Տերի նորացում Փառքի հեղեղներ Սրբության լեցուն Հալելույա օրհնություն քեզ Հալելույա գոհություն քեզ Հալելույա մեծություն քեզ Հալելույա Իսուս օրհնություն քեզ Հալելույա օրհնություն քեզ տալիս ենք քեզ օրհնությունները Հալելույա գոհություն քեզ Հալելույա մեծություն քեզ Հալելույա Իսուս օրհնություն Հաճին վրա վերջին անգամ ինձ համար էլ աղոթեցիր Ապիտ գամբած անուս գրվեց Արյան շիթեր մեղքերս մաքրեց Ինչպես ապրեմ ես առանց քեզ Ռաբբի, Ռաբբի, Ռաբբի Ինչպես ապրեմ ես առանց քեզ Այդ քո սերն էր որ գտավ մեզ Այդ քո սերն էր որ գտավ մեզ Ծնողներս ինձ ատեցին Անվան համար հալածեցին Անգա
ցեցված լքված ցավից դրիր ձեռքեր խոցված ինչպես ապրեմ ես առանց քեզ Ռաբբի 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 ինչպես ապրեմ ես առանց քեզ այդ քո սերն էր որ գտավ մեզ այդ քո սերն էր որ գտավ մեզ իմ ամենականոտ Տեվան քեզ եմ գալիս իմ բարեկամ ով ուզում է թող ինձ ատի ես պիտ երգեմ Հիսուս արի ինչպես ապրեմ ես առանց քեզ Ռաբբի 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 ինչպես ապրեմ ես առանց քեզ այդ քո սերն է որ գտավ մեզ այդ քո սերն էր որ գտավ մեզ խաչի ճամփան ուրել տանի միայն լինեմ քեզ արժանի հոգիդ տալիս Ռաբբի կանչեմ խոցված ձեռքերիդ բռնկեմ ինչպես ապրեմ ես առանց քեզ Ռաբբի 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 ինչպես ապրեմ ես առանց քեզ այդ քո սերն էր որ գտավ մեզ այդ քո սերն էր որ գտավ մեզ ինչպես ապրեմ ես առանց քեզ Ռաբբի 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 ինչպես ապրեմ ես առանց քեզ այդ քո սերն էր որ գտավ մեզ Ուր սրտիս անում թևերով խնդուն Աստված իմ հոգով քեզ պարավանեմ մտքիս սրիչկով երազով սիրուն Աստված իմ հոգով քեզ պարավանեմ ու քո բրկարար քո սրտի ձայնով կյանքիս ընթացքը ես քեզ նվիրեմ ու քո բրկարար քո սրտի ձայնով կյանքիս ընթացքը ես քեզ նվիրեմ ու տկարության մեջ իմ այս աղջուկ վշտերով սանգամ քեզ պարավանեմ և իմ հույսերի լույսերով ճապրուն Աստված իմ հոգով քեզ պարավանեմ ու քո բրկարար քո սրտի ձայնով կյանքիս ընթացքը ես քեզ նվիրեմ ու քո բրկարար քո սրտի ձայնով կյանքիս ընթացքը ես քեզ նվիրեմ դու լույս ես ավել դու կյանքի աղբյուր քո խաղաղությամբ ես գոտեբանվեմ ու դու բրկարար հովիվից գտնող քո սուրբ խոսքերով ես մխիթարվեմ ու քո բրկարար քո սրտի ձայնով կյանքիս ընթացքը ես քեզ նվիրեմ ու քո բրկարար քո սրտի ձայնով կյանքիս ընթացքը ես քեզ նվիրեմ ու քո բրկարար քո սրտի ձայնով կյանքիս ընթացքը ես քեզ նվիրեմ ու քո բրկարար քո սրտի ձայնով կյանքիս ընթացքը ես քեզ նվիրեմ Հալելույա
բարձրացնեմ անում Եվ երկելով քեզ կգովեմ Շատ ուրախ եմ ես այսօր Շատ ուրախ եմ զիս պրկեցի Եկավ երկնքից աշխարհ ցույց տալ ճամփան Դեպի խաչ գնացիր մեծ քավելու Խաչը դեպի գերեզման Գերեզմանից նահարյավ Ներկը բարձրացնեմ անում Եկավ երկնքից աշխարհ ցույց տալ ճամփան Դեպի խաչ գնացիր մեծ քավելու Խաչը դեպի գերեզման Գերեզմանից նահարյավ Ներկը բարձրացնեմ անում Ներկը բարձրացնեմ անում Եվ երկելով քեզ կգովեմ Շատ ուրախ եմ ես այսօր Արդյոք շատ ուրախ եք Շատ ուրախ եմ զիս պրկեցի Եկավ երկնքից աշխարհ ցույց տալ ճամփան Դեպի խաչ գնացիր մեզ կավելու Խաչը դեպի գերեզման Գերեզմանից նահարյավ Ներկը բարձրացնեմ անում Եկավ երկնքից աշխարհ ցույց տալ ճամփան Դեպի խաչ գնացիր մեզ կավելու Խաչը դեպի գերեզման Գերեզմանից նահարյավ Ներկը բարձրացնեմ անում Ներկը բարձրացնեմ անում Ներկը բարձրացնեմ անում Հալելույա Աստծոս ազատության և ցնծության երգերը Արդարների տներից են բարձրանում Հալելույա Ազատության և ցնծության երգը Թող լինի արդարների տաներ Ազատության և ցնծության երգը Թող լինի արդարների տաներ Մեր Տերը նախանձավոր Աստված է Մեր Տերը նախանձավոր Աստված է Մեր Տերը բարի է ու ողորմած Մեր Տերը բարի է ու ողորմած Ազատության և ցնծության երգը Թող լինի արդարների տաներ Ազատության և ցնծության երգը Թող լինի արդարների տաներ Մեր Տերը նախանձավոր Աստված է Մեր Տերը նախանձավոր Աստված է Մեր Տերը բարի է ու ողորմած Մեր Տերը բարի է ու ողորմած Ում խոսքերին ես հավատում Ես հավատում եմ միայն Աստծո խոսքին Ում խոսքերին ես հավատում Ես հավատում եմ միայն Աստծո խոսքին Ում խոսքերին ես հավատում Ես հավատում եմ միայն Աստծո խոսքին Նա ասաց փրկված եմ ես Նա ասաց բժշկված եմ Նա ասաց ազատ եմ ես Մեծ հաղթություն ունեմ ես Նա ասաց փրկված եմ ես Նա ասաց բժշկված եմ Նա ասաց ազատ եմ ես Մեծ հաղթություն ունեմ Խոսքերին ես հավատում Ես հավատում եմ միայն Աստծո խոսքին Ում խոսքերին ես հավատում Ես հավատում եմ միայն Աստծո խոսքին Ում խոսքերին ես հավատում Ես հավատում եմ միայն Աստծո խոսքին Նա ասաց փրկված եմ ես Նա ասաց բժշկված եմ հաղթություն ունեմ ես
Հալելույա, Տերոջ մենք իրապես աղթություն ունենք, հալելույա։ Բարք մեր Տերոջ լինի։ Ես երկի մեջ կասեմ արդյոք հավատում ես դու Տեր Աստծուն, երբ դուք պատասխանվեք, ասեք հավատում եմ։ Հավատում ես դու Տեր Աստծուն, հավատում եմ, հավատում ես նա մարմին հագավ, հավատում եմ, հավատում ես նա Հիսուս կոչվեց, հավատում եմ, հավատում ես Սուրբ կյանք ապրեց, հավատում եմ, հավատում եմ, ընդունում եմ, հավատում եմ, ընդունում եմ, հավատում եմ, ընդունում եմ, հավատում եմ, ընդունում եմ, հավատում ես, որ նախաճվեց, հավատում եմ, հավատում ես, որ քեզ փրկեց, հավատում եմ, հավատում ես, որ նա արյավ, հավատում եմ, հավատում ես, որ նա մեր մեջ է, հավատում եմ, հավատում եմ, ընդունում եմ, հավատում եմ, ընդունում եմ, հավատում եմ, ընդունում եմ, հավատում եմ, ընդունում եմ։ Տիրոջը փառք տվեք, նա արժանի է, Տիրոջը փառք տվեք, նա արժանի է, Տիրոջը փառք տվեք, նա արժանի է, Տիրոջը փառք տվեք, մեկ անգամ էլ երգենք, Տիրոջը փառք տվեք, նա արժանի է, 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 հալելույա, փառք հալելույա, հալելույա, փառք հալելույա, հալելույա, փառք հալելույա, հալելույա, փառք ես հալելույա, որ Տիրոջ հոգին է ազատություն է, որ Տիրոջ հոգին է երջանկություն է, որ Տիրոջ հոգին է խաղաղություն է, որ Տիրոջ հոգին է ուրախ, որ Տիրոջ հոգին է, որ Տիրոջ հոգին է ազատություն է, որ Տիրոջ հոգին է երջանկություն է, որ Տիրոջ հոգին է խաղաղություն է, որ Տիրոջ հոգին է ուրախություն է, հալելույա, փառք հալելույա, հալելույա, փառք հալելույա, հալելույա, փառք հալելույա, հալելույա, փառք ես հալելույա, հալելույա, փառք հալելույա, հալելույա, փառք հալելույա, հալելույա, փառք հալելույա, հալելույա, փառք ես հալելույա, հալելույա։ Շատ բարի, ուրեմն կնիկների բացվելու մասին խոսամ, բայց նախ էլ էս ասեմ, որ երբ որ Տեր Հիսուսը այդ գիրքն առնում է, ասում է այդ գիրքը 7 հատ կնիկներ ուներ, 7 հատ մոհր ուներ, այդ կնիկները մեկ մյուսի հետից բացվում էր, եւ երբ որ 7-րդ կնիկը բացվում էր,
7 հատ շեփուրներ ապճվում եւ դրա կողքին 7 հատ գավաթներ, որ դրանք ամենը պատիժներ էր, որ աշխարհի համար գալիս էր։ Մեկ երբ այս ամեն պատիժները իրար հետևից մեկը մյուսի հետևից գալիս է, որ մարդկանց այնքան սահմանափակության ու ճնշումի տակ բերե, որ նրանց աչքերը լուսավորվե։ Հատկապես մեկ Իսրայել ազգին անդրադարձնե, որ Քրիստոսն է քո Մեսայան, Հիսուս Քրիստոսը, որ հավատաս նրան։ Եվ այդ միջոց կերնի, որ Իսրայել ազգը հանգարցակ իր Տերոջը գճարի։ Հենց այն Մեսայային, որ սպասում էին եւ Հիսուսին ուրացել են, բայց այդ ժամանակ իմանան, որ Հիսուս Քրիստոս Տերը, ես նույնն է, որ իրանք սպասում են։ Ասում են, արդյոք կարելի է մի ազգ մի օրով ծնվե, բայց իմ ազգը մի օրով կծնվե, այսինքն վերստին ծնունդ կառնե, քրիստոնյա կելնի, հալելույա։ Եվ այդ ամեն ճշումները, որ նպատակ որ ունի երթումա, որ Իսրայել ազգին այդպեսի դարձի բերե եւ նրանք սկսեն ավետարանչություն անելը եւ կարող եմ ասել, որ այդ ամեն հալածանքների ու ճշումների ու պատերազմների ներսը ավետարանը արագ ընթացք քարոզվի եւ հրաշալի ձև ու կերպերով միջոցները Աստված կարգում այդ ժամանակաշրջանում, որ ավետարանը ամեն տեղ քարոզվի եւ այդ ձևով երթալով Աստծո կամքը ամբողջ աշխարհի համար պարզ կհայտնվի։ Շատ բարի, այսօր կուզեմ հայտնության գրքի 6-րդ գլուխից մի մասեր միասին նայենք։ Ուզեմ խնդրեմ, որ կայնեք իարգանք Աստծո խոսքին։ Այս խոսքը, Տերոջ խոսքը վեպոք համբերությունով, ուշադրությունով լսենք եւ հետո մեկնաբանությունը այդքան որ ժամ ունեցանք ես դες կներկայացնեմ։ Ուրեմն հայտնության 6-րդ գլուխ հետո էլ կարտակ առաջի համարներից մինչև 17 համարները ես որոշ համարները չեմ գրել, որպեսզի շատ երկար չլինի, որ կարողանամ այդ բուն կորիս խոսքը այդ գլուխից դες ասածել եմ։ Եվ տեսա, երբ որ գառը այն կնիքներից մեկը բացավ եւ այն 4 կենդանիների մեկից լսեցի, որ որոտմունքի ձայնի պես ասում էր. «Եկ եւ տես»։ Եվ տեսա եւ ահա մի սպիտակ ձի եւ նրա վրա նստողը մի աղեղ ուներ եւ մի պսակ տրվեցավ նրան եւ նա դուրս եկավ հաղթելով եւ հաղթելու համար։ Եվ երբ որ երկրորդ կնիքը բացվեցավ, երկրորդ կենդանի լսեցի, որ ասում էր. «Եկ եւ տես»։ Եվ մի ուրիշ ձի դուրս եկավ կարմիր եւ նրա վրա նստողին տրվեցավ, որ խաղաղությունը վեր առնե երկրիցը եւ որ իրար մորթեն կամ ջարդեն ու սպանեն եւ մի մեծ սուր տրվեցավ նրան, այսինքն պատերազմի համար է։ Եվ երբ որ երրորդ կնիքը բացվեցավ, երրորդ կենդանին լսեցի, որ ասում էր. «Եկ եւ տես»։ Եվ տեսա եւ ահա մի սև ձի եւ նրա վրա նստողը մի կշիրք ուներ իր ձեռքումը եւ 4 կենդանիների միջից մի ձայն լսեցի, որ ասում էր. «Մի կապիչ ցորենը մի դենարի եւ 3 կապիչ ցորենը մի դենարի եւ ձիթենուն եւ գինիուն վնաս չտաս»։ Եվ երբ որ 4-րդ կնիքը բացվեցավ, 4-րդ կենդանի ձայնը լսեցի, որ ասում էր. «Եկ եւ տես»։ Եվ տեսա եւ ահա մի դեղնականաչ ձի եւ նրա վրա մի նստող անունը մահ եւ դժոխք գնում էր իր ետևիցը։ Եվ իշխանություն տրվեցավ նրանց աշխարհի 4-րդ բաժինը, 1/4-ը 4-րդ բաժինի վրա սրով, սովով եւ մահով եւ երկրի գազաններով սպանե։ Վա, ինձ սարսափելի կացություն պետք է լինի։ Եվ երբ որ 5-րդ կնիքը բացվեցավ, տեսա սեղանի ներքևը նրանց հոգիները, որ մորթված էին Աստծո խոսքի համար եւ այն վկայության համար, որ ունեին։ Եվ այդտեղում բացադրում է, որ սուրբերը աղաղակում են Տեր մեզ մեր վրեժը առ ժողովրդից, բայց նրանց ասում է մի փոքր սպասեք, որտեղ ուրիշներն էլ պետք է նահատակվեն, երբ որ ձեր թիվը կատարյալության ասավ, այն ժամանակ ձեր պահանջը կկատարվի։ Ուրեմն 12-րդ համարից այսպես է շարունակում. «Եվ տեսա, երբ որ 6-րդ կնիքը բացվեցավ եւ ահա մեծ շարժ եղավ»։ Mega earthquake, մեծ շարժ։ Եվ արեգակը սևացավ մազեղեն քուրձի պես եւ լուսինը արյունի պես եղավ։ Եվ երկինքը տեղից քշվում էր գալարվող գրքի պես եւ
բոլոր սարերն ու կղզիները իրենց տեղից շարժվեցան։ Եվ երկրի թագավորները եւ մեծամեծները եւ հարուստները եւ հազարապետները եւ զորավորները եւ ամեն ծառա եւ ամեն ազատ թաքցրին իրենց անձերը այրերի եւ ժայրերի մեջ եւ ասում էին սարերին եւ ժայրերին վայր ընկեք մեզ վրա եւ ծածկեք մեզ աթոռի վրա նստողի երեսիցը եւ գարի բարկությունիցը որ նրա բարկության մեծ օրը եկել է եւ ով է կարող կանգնել ուրեմն առաջի ամառից նորից կնայենք Տեր Հիսուս երբ որ կնիքները բացում է ասում երբ որ առաջի կնիքը բացվեց ուրեմն ես տեսա Հովհաննեսը ասում է որ մի սպիտակ ձիավոր եկավ եւ մի Պսակ տրվեցավ նրան եւ նա դուրս եկավ հաղթելով որ հաղթի սպիտակ ձիավոր մի պսակ մի թագ տրվեց մա թագավորական թագ տրվեց իրան ոմանք ասում են այս ձիավորը Հիսուսն է որտեղ սպիտակ ձիու վրա է նստած եւ համարյա թե խաղաղության խոսքով է գալի բայց իրականության ներս այդպես չէ այս ձիավորը մեծ մասա մեկնաբանները տեսնում են որ ների նմուշն է պատճառն է որ թագ չունի իրան թագ է տրվում Հիսուսը նույն պահին երկնքում է եւ տոմսերի կնիքները բացող մեկն է Եվ նա տոմսեր կնիքները բացելով ճիշտ ապակայի խորհուրդներն է պարզում։ Այն ժամանակ որ ասամ որ երբ որ Հիսուսը երկնքում էր եւ եկավ տոմսը առներ Հայր Աստծո ձեռքից բացել, այդտեղում նախ այդ Հովհաննեսը արտասվելով լացում էր։ Եվ այս մեծ խորհուրդն էր ցույց տալի որ Հիսուսը իր խաչով եւ քավությունով բերավ ամբողջ աշխարհի մեղքերի թողությունը։ Աշխարհի համար մեղքերի թողություն բերավ, որ Աստծո ծրագիրը իրականանա ու կատարվե։ Այսինքն առանց խաչի աշխարհը մեղքի ներս կշարունակեր։ Կռիվների ներս կշարունակվեր։ Իր ապստան վիճակի ներս կմնար։ Եվ այդ անվերջ մատկացություն էր, բայց Հիսուսի խաչելությունը բերավ քավություն, բերավ Աստծո ծրագիրը իրականանալու համար։ Դրա համար այն կրոնները, որ չեն կարողանում Աստծո աչքով, Աստծո նայվածքով ծրագրերը տեսնեն, որ Հիսուսն եկավ արդարության համար պատերազմելու, իրան բռնան խաչեցին ու համարյա թե իր ծրագիրը կիսատ մնաց ու պարտվեց։ Բայց երբ որ այդ երկնքի փառավոր տեսարանն եք տեսնում, այդ փառահեղ կացությունը ոչ մի էակ չի կարող Աստծո ներկայությանը կայնե։ Եվ միակ Հիսուսն է գալի, ասա երբ որ Հիսուսը տոմսը վերցրավ բացելու, ամբողջ հրեշտակային դասերը, ամբողջ էակները երկնքում ընկան եւ Հիսուսին օրհներքում էին ու փառաբանում էին եւ ասում էին դու ես արժանի, որ բացելու ես գիրքը, որ մորթվար եւ քո արյունովը գնեցիր մարդկանց։ Եվ դրա մարսիելներ ես ու դու գնված ենք Հիսուս Քրիստոսի սուրբ արյունովը եւ այդ ինչքան մեր փրկությունը թանկ է այո մենք հավատալով առել ենք արժան բայց Հիսուսի կողմանը իր կյանքը իր խաչելությունը եւ այդ մեծ գինն ա վճարվել որ մարդիկ կարողանան առնել մեղքերի թողություն ու քավություն բայց այստեղ այս սպիտակ ձիավորը ուղղակիորեն ների նմուշն է որ իրան մա թակ է տրվում եւ ինքը գալիս է պատերազմի համար Եվ իր ամբողջ ուրեմն երբ որ այդ ձևով ները հայտնվե առաջնայերթ խաղաղարար խոսքով կգա Իբ թե եկերը հաշտություն բերե, իբ թե եկերը հաջողություն բերե, իբ թե բարելավություն բերե, բայց իրականության ներսը նամած սև սիրտ ունի եւ դևային հոգի ունի։ Եվ եկել է պատերազմի, մարդասպանության, եկել է իշխելու, տիրապետելու, ուժով տիրապետելու Եվ դրա համար իր խոսքը երևույթապես խաղաղություն է, երևույթապես բարի է, բայց ներսևան չար է։ Եվ այսօր շատ քաղաքական մեկեր կան, որ նույն հոգեբանությունն ունեն։ Իրանց խոսքը արդարություն, հավասարություն, ընկերություն է, բայց իրանց գործը ամբողջապես հակառակ դրան, ամբողջ մարդկային արժեքների հակառակ է եւ դևային ներշնչումով է։ Ների հատկությունը սա է, որ ասում է, որ նա մետ է հայտության գրքում ասում է, որ նա գարի նման կոտոշ ուներ, բայց գազանի նման էր խոսում։ Այսինքն իր երևույթը գարի երևույթ էր, բայց իր վարկը գայլի էր։
իր բնույթն է, իր կեղծ բնույթն է, սատանայի բնույթն է, որ խաբուսի կա ու սուտասան է։ Գիտեք, Տերոջ խոսքը ասում է Հիսուսը սկզբում եկավ գառի նման, բայց մի ժամանակ կգա առյուծի նման։ Գառի նման եկավ մատաղելու աշխարհի համար, բայց առյուծի նման կգա թագավորելու համար եւ արդարությունը իրականացնելու համար։ Եվ այդ ձևով, երբ որ արդեն մենք հայտնության ներսը Հիսուս ենք տեսնում, արդեն շատ դա գառի նման չի հայտնվում Հիսուսը։ Այլ դա հայտնվում է իշխանավոր մեկը, բայց արդար իշխանավոր մեկը։ Այն արդար մեկը, որ սատանայի ու չարի ու մեղքի հակառակ է եւ Աստծո կամքը կատարելու համար է հայտնվում։ Մենք Հայտնության 19-րդ գլուխում 11-12 համարներում տեսնում ենք, որ երկնքից Հիսուսը փառքով սպիտակ ձիու վրա նստած գալիս է եւ հազարավոր մեկեր, որ սպիտակ հանդերձներ են հագել իր հետևից գալիս է։ Դրանք այդ հազարավոր մեկերը հավատացյալներն են, որ սպիտակ զգեստները իրանց տրվել, արդարության զգեստներ տրված։ Եվ ասում է Հիսուսը, որ գալիս էր, իր անունը հավատարիմ, ճշմարիտ, եւ նա որ արդարությունով է դատում եւ ուղղությունով է պատերազմում։ Եվ նա այդ հավատարիմ ու ճշմարիտ անունը վրան է, բայց ըստ տեսնում եք այդ սպիտակ ձիավորը գալիս է պատերազմի, բայց ձևացնում է, որ սպիտակ ձին ընդհանրապես Ռոմի կայսրերն մեծ ժամանակ սպիտակ ձի վերցնելով նստում էին, այսինքն խաղաղությունից էին խոսում։ Եվ ները ստեում է ձևով, ուրեմն իր բնույթը ծածկում է, որ կեղծությունով նա գալիս է կռիվի, բայց ցույց է տալի իբրև խաղաղարար է։ Գիտեք, շատ ժամանակ սուտ կրոնների իրանց խոսքը մարդասիրություն, հավասարություն, ընկերություն է, բայց իրանց բնույթը մահ է, մահաբեր է եւ պատերազմի հետևից են, զենքերի հետևից են, ջարդի հետևից են։ Էդիկ մատ երկու կողման է, մեկ կողմով իրանք բարի ու լավ են ցույց տալի, բայց մյուս կերպով դևային ու սատանական ու մարդասպանություն կա, որ ցույց են տալի, որ իրանց ուրեմն դաժանային բնույթն ու բնավորությունն է։ Գիտեք, երբ որ սատանան հայտնվում է, ները հայտնվում է, ուրեմն ինքը ները կելնի մատ մարգարեկ ունենա, մատ կրոնական մեկը, մատ կրոն, որ իրան գովանավոր է, իբթե ենիք մատ հոգևոր աշխարհից պատկամ կբերե։ Եվ երրորդը ասում է ուրեմն վիշապը կամ սատանան, որ մարմնացել է։ Այսինքն անսուրբ երրորդություն կներկայանա։ Սատանան է, իր սուտ մարգարեն է եւ մեկը, որ Սուրբ Գիրքը վիշապ է կոչում, այսինքն մեկը, որ սատանայի կատարյալ մարմնացումն է։ Եվ իր ամբողջ ուժը տալիս է ներին, որ ները թագավոր է եւ ամենին ստիպե, որ ենթարկվեն այդ ասած սատանային եւ նրա ուզածները կատարեն։ Եթե այդպես որ հայր որդի Սուրբ ոգին Սուրբ երրորդությունա, Էդիկ դևային պիղծ ու անսուրբ անմաքուր երրորդություն կստեղծե։ Այսինքն սատանան իրան անընդհատ նմանեցնում է, ուզում է Աստծո տեղը նստե եւ պաշտամունք վերցնե, սեր վերցնե մարդկանցից, հարկանք վերցնե, բայց արժանի չէ դրան, որտեղ ինքը պիղծ է, որտեղ ինքը մեղավոր է, որտեղ ինքը ապստամբ է։ Եվ այդ ձևով այդ ները, ես են ակամ էլ շեշտան, որ ամբողջ անաստվածային և ամբողջ անհավատության, պղծության մարմնացում է կելնի։ Մատ մարդ, որ կարծես մարդկանց ամբողջ իդալներ, անաստված իդալներ իրանում կգոյանա։ Այդպեսի մատ էակ ու անձավորություն կելն է։ Ուրեմն ասում է սպիտակ ձիով գալիս է, և նա գալիս է պատերազմի և հաղթի ու տիրապետ է։ Ասում է երկրորդ կնիքը երբ որ բացվում է, ուրեմն տեսամ այդ կարմիր ձի եկավ։ Այդ կարմիր ձին եկավ, որ խաղաղությունը վեր առնի աշխարհքիցը։ Եվ մարդիկ իրար կսպանեն եւ կջարդեն ու կմորթեն։ Այս սարսափելի է։ Այսինքն երկրորդ կնիկ, որ բացվում է, արդեն պատերազմ է գալիս, այդ կարմիր ձին պատերազմի նշան է։ Այսինքն ները երբ որ գալիս է կարճ ժամանակից հետո խաղաղությունը վեր կառնվի աշխարհքից։ Ամեն տեղ արդեն պատերազմի փողեր կփչվի, ամեն ազգերը կպատրաստվեն պատերազմի համար։ Եվ արդեն պատերազմներ կսկսի, արյունահեղություններ, մարդասպանություններ։ Եվ պետք է աշխարհը սարսափելի օրեր ունենա,
որ արդեն այդ պատերազմների շեփորներ փչվում է եւ պատրաստվում է աշխարհը մեծ պատերազմի։ Համարյա թե այդ ժամանակ է, որ Արմագեդոնի պատերազմը պետք է սկսի։ Հեզեկիելի 38-39 գլուխներում ընդդեմ Գուգոմագուգի մասին է խոսում, ասում է, որ ուրեմն Իսրայելի հարավային կողմից կգան եւ այդ ձևով ուղղակիորեն խոսում է, որ ամբողջ ասած Պարսկաստան, Ռուսաստան եւ այդ շրջակա երկրները կմիանան գարցակվեն Իսրայելի վրա։ Համարյա թե այդ ժամանակ է, որ էսի շատ ժամանակ երրորդ համաշխարհային պատերազմ է արդեն ձևակերպվում։ Եվ այս պատերազմը կսկսե, այդ պատերազմի հետևանքով, այդ հարձակումի հետևանքով արդեն ջարդերը կսկսե եւ պատերազմը կսկսե տեղի ունենալը։ Ուրեմն երբ որ երրորդ կնիքը ասма բացվեց, տեսա մեծ սև ձի։ Այդ սև ձին ասма ինչի նշան է, ասում է եւ նրա վրա նստողը եւ կշիրք ուներ իր ձեռքումը։ Մատ կշիրք ուներ, որ ամենը աշխարհած էր ելնում։ Եվ ասում է, որ այդում ուժեղ թանկություն եւ ուտելիքի պակասություն կգա, սով կգա։ Եվ պարզը, որ այդ շատ հարմար ժամանակ է, որ արդեն ամեն ինչ սահմանափակվի եւ ները մեջտեղ է գալի եւ ասում է, որ ուտելիք չկա, բայց ով ուտելիք է ուզում, այդ նոմեր կա 666։ Այս նոմերը ձեր ձեռքի վրա, աջ ձեռքի վրա կամ ձեր ճակատին։ Ձեզ կտրվի, եթե կարող եք գաք արժան բանման առնեք, կոպոնի առնեք։ Եվ դրա համար շատ մարդիկ որ ճնշումի ներսին են, արդեն սով է եկել, արդեն ուտելիք չկա, շատերը կհամաձայնվեն, որ այդ նոմերը վերցնեն։ Բայց նրանք, որ Տերոջ ճանաչել են, ասոկանքը գիտեն եւ այդ ժամանակ ապաշխարում են, որտեղ եկեղեցին արդեն գետնում չի լինի։ Դրանք նոր ապաշխարած մեկեր եկել են։ Կարելի է մեր մոտիկ մեկեր, որ դերևս մեր ավետարանի խոսքով չեն ապաշխարում, այն ժամանակ կզգաստանան եւ ապաշխարեն։ Եվ այն ժամանակ նրանք կիմանան, որ այդտեղ արդեն սատանայից է, չեն ընդունի։ Եվ դրա համար ասում եմ, քանի հազարներ Իսրայել ազգից այդպեսի կապաշխարեն եւ ուրիշ ազգերից հազարավորներ ու միլիոնավորներ այդպեսի կնվիրվեն Աստծուն։ Եվ շատերը, ինչպես որ տեսնում ենք 5-րդ կնիքը բացվում է, սրանք կնահատակվեն, կջարդվեն։ Եվ այդ ձևով այս ժամանակն արդեն մի ժամանակ է, որ ուղղակիորեն աշխարհը ճգնավ ժամի գանտիվի, մեծ չկալություն եւ մեծ սով։ Եվ դրա համար սատանան այդ ամբողջ վիճակները պատրաստել, ստեղծել է, որ համարյա թե աշխարհը ուղղակիորեն ղեկավարե, որ ամենը ենթարկվեն իրան, ամենը նվիրվեն իրան եւ իրանից այդ կնիքը ընդունեն։ Համարյա թե կարող եմ ասեմ, ները մատ քաղաքական բացառիկ մեկը կելնի, մեկը որ Հիտլերի նման կարող է մարդկանց միացնի եւ իր խափոսիկ կեղծ ձևակերպով մարդկանց դրթի եւ մատ միաբանության կոչ տա։ Եվ այդ որ մատ մեծ համաշխարհային պատերազմ Իսրայելի եւ համարյա թե այն հավատացյալ ասած մեկեր որ Աստծուն հավատում են այդ երկրների հակառակ գարցակվեն եւ մեծ համաշխարհային ջարդա տեղի ունենում։ Եվ այդտեղում այդ ջարդը կունենա, որ այդտեղում կարդացինք 4 ուրեմն 1/4 բաժին ժողովրդից կջարդվե։ 1/4, այսինքն 4-ից մի հոգի։ Եթե Երևակայիկ աշխարհ 8 միլիարդ հիմա ելնի, 2 միլիարդ պետք է մարդիկ ջարդվեն, ինչ սարսափելի պատերազմ ու ջարդ կելնի։ Եվ այդպեսով այդ մեծ սարսափելի կացությունը նա, որ ուրեմն տեղի կունենա։ Այդ ժամանակ, որ ասում է սով է ելնում, ասում է մի կապի ծորենը մի դենարի եւ 3 կապի գարին մի դենարի, այսինքն մի դենարը այն ժամանակվա մի օրվա գործավորի ռոճիկ էր։ Ասում է փոքր մի բուր ծորենը ուրեմն մի օրվա ռոճիկ կելնի։ Տեսեք ինչքան այսինքն սովի սաստկությունը կելնի, բայց ասում է գարին 3 կապաշ, գարին իմանում եք շատերը կենթանիների ուտելիք էր
Եվ այս ված մեկնաբանությունը կա, որ մարդիկ սկսեն կենդանիների ուտելիք ուտել։ Հենց այն բաները, որ շուների ու կենդանիների մանիմա արժան է ծախվում, մարդիկ ճարատված կդիմեն դրանք ուտելու, որտեղ սովը տենց սաստիկ կելնի։ Եվ այդ սարսափելի վիճակը աշխարհի համար այդպեսի առաջ կգա։ Չորրորդ երբ որ կնիքը բացվում է, ասում է, եւ երբ որ չորրորդ կնիքը բացվեցավ, չորրորդ կենդանի ձայնը լսեցի, որ ասում էր՝ «Եկ եւ տես», եւ տեսա մի ահա դեղնականաչ, դեղին գույնով մատձի, որ դրա հետևից մահը եւ դժոխք կներ գալի։ Այսինքն մարդիկ այդ սովից ու պատերազմից այդ ամեն վիճակներից արդեն սարսափելի մահը կգա եւ ասում մահն ու դժոխքը, այսինքն դրանք որ մեռնում են, արդեն դժոխքը դրանց կլանում է, այլ երկնքում ասու բաժին չունեն, որտեղ դրանք ամեն մեկերն են, որ իրանց համար գալիս է դատաստան, գալիս է պատուհաս եւ պատիժ, եւ այդպեսի աշխարհը ուրեմն սկսում է առաջ խաղությունով պատերազմ, հետո գալիս է սով, հետո գալիս է մեծ ջարդ եւ այդպեսով հազարավորներ մեկերը ջարդվում են։ Ասում եմ 5-րդ կնիկ երբ որ բացվում է, ընդդեմ տեսան որ շատ նահատակներ, որ Աստծուն հավատալով, Տեր Հիսուսին հավատալով պատճառով նահատակվել են։ Եվ երկնքում աղաղակում են, ասում են Տեր, քո արդարությունը գա, մեր վրա ժնար։ Եվ տեսնում ենք, որ երկնքում դերևս Աստծո արդարությունը տալով կատարվելու վրա է։ Եվ այդ յավեր այդ ամեն դատաստաններ, որ գալիս Աստծո արդարությունն է կատարում, որ մարդիկ իրանց ասած ընտրած տեսնեն ու քաղեն։ 6-րդ կնիքը, ասում եւ տեսա, երբ որ 6-րդ կնիքը բացվեցավ, եւ ահա մեծ շարժ եղավ։ Դա հայտնի է, որ մեծ երկրաշարժ է պատահում, կամ կարելի ատոմայական պատերազմների հետևից մեծ շարժ մեգա earthquake-ը, այնքան ուժեղ է, որ ասում է դրա հետևանքով արեգակը սևացավ եւ լույսինը արյունի դարձավ։ Հայտնի է, որ այդ պայթոցի հետևանքով այդ գազերը, այդ ասած վիճակներ, որ ստեղծել է, ամբողջ օդը արդեն մտնել է։ Արդեն լույսինը ճիշտ արյունով ծածկվել է, այսինքն այդ պայթոցների հետևանքով այդպեսի սարսափելի կացություն է ստեղծվել եւ ասում է երկինքը տեղից բաժանվում էր գալարվող գրքի պես եւ բոլոր սարերն ու կղզիները իրանց տեղից շարժվեցան։ Այսինքն այդտեղում ասում են ճիշտ գետնի կենտրոնը արևելք ու արևմուտք խառնվեն եւ այդ խառնիչական վիճակի վրա երբակայք մատ գնդակ այսպեսի պտտացեք ինչ կելնի երբ որ մի բան վերևից տեսնում ես ճիշտ զգում ես ընկնում է ցած եւ այդ որ երբ որ Հովանեսը այդ կացությունից պտտում էր ասում է տես ամասխերը թափում են այդ երկրագունդն էր որ այդպեսի ուժեղ պայթոցների հետևանքով սկսեր էր տեղափոխվել եւ Հովանեսի նայվածքով այդ որ ասխերը թափում են Եվ այդպեսի ուժեղ պայթոցներ տեղի կունենա եւ երկրաշարժեր տեղի կունենա, որ արևելք ու արևմուտք կխառնվի, կփոխվի եւ այդ իշքան սարսափելի կացությունը։ Եվ ասում է այդ ժամանակ է որ ես տեսա երկրի թագավորները եւ մեծամեծները եւ հարուստները եւ հազարապետները, զորավորները եւ ամեն ծառա եւ ամեն ազատ թաքցնում էին իրանց այդ գարի երեսիցը, այսինքն մարդիկ երբ այդպեսի սարսափելի պատիժներ գալի, այդտեղում սարսափահար ճիշտ տեսնում են Տերոջ բարկությունը, Տերոջ դատաստանները եւ այդտեղում ասում որ պատրաստ են ժայռերը գան իրանց վրա, ժայռերը ծածկելով ճիշտ այդպեսով իրանց այդ գարի ձեռքիցը ազատեն եւ այդ սարսափելի կացությունն է որ ասում որ ամեն կասեն ով ժայռեր, քարեր ընկեք մեզ վրա եւ մեզի Տերոջ բարկությունից ծածկեք։ Գիտեք Տերոջ մեծ օրի մասին 5 տակարանի մարգարեները շատ են խոսացել որ այդ օրը սարսափելի օր կլինի, այդ օրը խավարի օր կլինի, այդ օրը մթության օր կլինի, այդ օրը պատիժի օր կլինի, տարբեր մարգարեները այդպեսի մարգարություն են արել։ Եվ հայտության գրքում այդ ամենը նկարագրելով ասում արդեն այնպես կլինի որ մարդիկ սարսափից պատրաստ են որ ժայռերը իրանց վրա եւ մեկ ձևի այդ Հիսուսի բարկությունից ճիշտ ազատվեն ու հեռանան։
Եվ այդ ձևով տեսեք այդպեսի սարսափելի կացությունները, որ հայտնությունը դրանք գրելով ցույց է տալի, որ ամեն ինչ երթումը այն նպատակին, որ ուղղակիորեն Աստծո կամքը կատարվի եւ Աստծո արդարությունը գա մեղավոր աշխարհի վրա։ Եվ այն աշխարհ, որ ապստամբ է, այն աշխարհ, որ Աստծոն ուրանում է, այն աշխարհ, որ Աստծոն չի ենթարկվում, դրա համար կա այդ պատիժները։ Բայց եկեղեցու համար եւ սուրբերի համար կա աղբություն եւ Տերոջ փառքը եւ Տերոջ բարությունը։ Հալելույա։